Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Փաստ-Ինֆոյի հյուրը դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու Սուրեն Սուրենյանցն է։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, շատ ակտիվ նախընտրական փուլ ենք մտել, պաշտոնապես քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց հիմնական ուժերը, քաղաքական խմբերը արդեն իսկ ակտիվ քարոզարշավի աշխատանքներում են ներգրավված, իսկ հետաքրքիր է, որ իշխանական լծակներն էլ օգտագործվում են բոլոր ընդդիմադիրներին չեզոքացնելու համար։ Դուք երբևէ նման նախընտրական փուլ Հայաստանի պատմության մեջ հիշում եք։ Ես նախընտրական փուլերի հետ շատ եմ առերեսվել։ Արդար չի լինի, եթե ասեմ, որ բռնաճնշումներ միայն այս ընտրական ցիկլում կան, դրանք դժբախտաբար Հայաստանին ուղեկից են եղել 90-ականների կեսերից սկսած։ Հիմա թերևս դրանց չափն ու որակն է նախադեպ, որովհետև մենք տեսնում ենք, որ կոնկրետ տիրախավորվել են քաղաքական ուժեր եւ այդ քաղաքական ուժերի նկատմամբ համակարգային բռնաճնշումներ են իրականացվում։ Ասենք, տեսնում ենք ուժեղ Հայաստանի համակիրների նկատմամբ, նաև ակնհայտ ճնշում կա մեր քաղաքական ուժի նկատմամբ, այդ ՀԱՕԿ-ի հետ կապված արհեստական պատմությունները, դրանց շուրջ ինֆորմացիոն աղմուկը, այսինքն երկրի ղեկավարի մակարդակով նշվել են 2-3 քաղաքական ուժեր եւ կարծես իրավապահ մարմինները դա համարել են հրահանգ այդ քաղաքական ուժերի նկատմամբ բռնաճնշումները ակտիվացնելու նպատակով։ Պարոն Սուրենյանց, տեսականորեն այսպես կարող ենք այս բռնաճնշումները երկու մասի բաժանել, քաղաքական եւ տեղեկատվական, քաղաքական քրեական եւ տեղեկատվական, այս պահին քրեականի, քաղաքականի թիրախում կարծեք թե ուժեղ Հայաստանն է, իսկ տեղեկատվականի պարագայում օրինակ թիրախավորվում են Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, ինչու է սա տեղի ունենում, որովհետեւ օրինակ Արման Թաթոյանն էլ խոսում է օկուպացված տարածքների մասին, բայց տպավորություն է, որ թիրախում հենց այս 3 ուժերի առաջնորդներն են։ Տեսեք, այստեղ գործ ունենք հասարակ սոցիոլոգիայի հետ։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները դրանցից անշուշտ իշխանությունները ավելի շատ ունեն, ավելի շատ են տիրապետում, իրենց ռեսուրսները շատ են, իրենք գուցե ամենօրյա ռեժիմով են նույնիսկ սոցիոլոգիական հարցումներ անում, ցույց են տալիս այն ուժերին, ովքեր հիմնական մարտահրավեր են գործող իշխանության համար։ Այս դրանով են պայմանավորված թիրախավորումները։ Ամենայն հարգանքով բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ իշխանությունը նրանց ավելի թույլերին թիրախավորելու կամ ավելի սահմանափակ հնարավորություններ ունեցողներին թիրախավորելու անհրաժեշտություն չունի, որտեղ իր համար մեծ վտանգ նրանցից չի զգում եւ թիրախավորում է գլխավորապես այդ 2-3 ուժերին, որովհետեւ այն նրանց հաջող ընտրարշավը եւ պոտենցիալը վախեցնում է իշխանության այն իմաստով, որ նրանք սպառնալիք են Փաշինյանի իշխանությանը, նրանց իշխանության վերարտադրության ծրագրերին եւ այլն, այսինքն այստեղ պարզ սոցիոլոգիայի հուշումն է, թե որ ուժի հետևից գնան, ինչ անեն եւ այլն։ Բայց նույն իշխանությունները Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, որ այդ 3 հիմնական ընդդիմադիր ուժերը ձայն չունեն, վարկանիշ չունեն, մարդիկ նրանց չեն վստահում, այդ դեպքում ինչու են վախենում։ Նիկոլ Փաշինյանը ստում է։ Իմ ձեռքի տակ առնվազն 3-4 սոցիոլոգիական հարցում կա, այս պահին ընդ որում փակ հարցումներ, որոնք վկայում են այն մասին, որ այս 2-3 ուժերի համախմբումը հետընտրական փուլում անխուսափելիորեն բերելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության պարտությանը։ Նիկոլ Փաշինյանը ստում է եւ իր վախերը ստի արտահայտություն են նաեւ վախի ստի արտահայտություն են սիմբիոզը մի կողմից բարձրաձայնումա բան, որ իրականության հետ կապ չունի, օրինակ ծիծաղել կարելի է շատ երկար
ազգային ժողովի ամբիոնից երեք նրա հնչեցրած մի հայտարարության վրա, որ իրական հնարավորություն կա, որ այս երեք ուժերը անցողիկ շեմը չեն հաղթարելու, սա միայն ծիծաղ կարող է առաջացնել այս հայտարարությունը, որտեվ որևէ հայտարարություն հատկապես երկրի ղեկավարի եւ հատկապես երկրի թիվ 1 ամբիոնից պետք է փաստահեն լինի, գիտության հետ աղերս ունենա, հիմնված լինի գիտական կամ փորձագիտական ինչ-որ փաստերի վրա։ Այս մարդու հայտարարությունները դատարկ տեղն են կառուցում լրիվ քարոզչական PR նպատակներով, այսինքն մի կողմից էս փուչիկ հայտարարություններն է, մյուս կողմից ամենօրյա, եթե չասեմ ամեն ժամյա հրահանգները իրավապահ մարմիններին, այլ պետական ստրուկտուրաների սեղմել օղակը այն ուժերի շուրջ, որոնք իբրև թե ըստ Փաշինյանի կեղծ հայտարարությունների նույնիսկ անցողիկ շեմ հաղթարելու խնդիր ունեն։ Հայաստանի համար կարծեք թե աննախադեպ է նաև դպրոցականի կալանավորումը, նորածին երեխայի մոր կալանավորումը։ Իհարկե Հայաստանում կան նման դեպքեր, բայց դա ծայրահեղ հայ իրավիճակներում է կիրառվել։ Հիմա այս պարագայում իշխանությունների հատկապես Նիկոլ Փաշինյանի այս քինախնդրությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ, ինչի ցուցիչ ու դրսևորում է։ Արմամասն այդ մարդիկ որևէ րոպե անազատության մեջ շփտի լինեին։ Ձեր նշած երկու դեպքերը կերակրող մայրը եւ այդ դպրոցահասակ պատանին ոչ թե այն պատճառով, որ տարիքը կամ սոցիալական կարգավիճակ, ասենք, մայր լինելը մարդկանց ազատում է պատասխանատվությունից, ամենևին, բոլորս ենք հավասար օրենքի առաջ, այստեղ խնդիր կա, նրանց չէին մեղսագրվում արարքներ, որոնք նախ ապացուցված էին, եւ երկրորդը, եթե նույնիսկ ինչ-որ քննելու բան կար, այս մարդկանց ազատության մեջ գտնվելը բացարձակապես քննությանը չէր կարող խանգարել։ Հատկապես այն 18-ամյա պատանուն խոշտանգելը ակնհայտ հիվանդությունների պարագայում ուրեմն անազատության տանելը, հետո հիվանդանոցում խոշտանգելը, որտեղ ասենք ծնողին չէին թողում տեսակցի, հետո ցուցադրաբար ազատելուց առաջ այնուամենայնիվ մի հատ էլ բանտ տանել, այնուամենայնիվ 18-ամյա պատանու հետ գործ ունենք, որի աշխարհայացքը դերևս ձևավորման փուլում է, որը շատ նրբազգաց կարող է լինել ցանկացած ապօրինության եւ բռնության նկատմամբ, սա իսկապես աննախադեպ Հայաստանի համար։ Գիտեք, Հայաստանում խափամամիջոցը դարձել են պատժի տեսակ, ոչ թե ինչ-որ բան բացահայտելու միջոց, քննության օբյեկտիվությունից բխող անհրաժեշտություն, այլ դարձրել են պատժի միջոց, այսինքն ինչ-որ մեկին լպարզել չի այդ մեկի այդ հանցագործությունը կատարելը, թե չէ։ Երկու շատ գրեհիկ բան է տեղի ունենում։ Մարդու մեղքը դերևս հաստատված չի, բայց տեսնում ես մի հատ, չգիտեմ որտեղից բուսնած ձայնագրություն են տարածում, այդ մարդուն կնքում են ճակերտների մեջ որպես հանցագործ, բայց այն պարագայում, երբ որ կրկնում են մարդու մեղքը դերևս ապացուցված չի, ի վերջո քանի չկա դատական ակտ, որևէ մարդ անմեղ է, սա մեկ։ Եվ երկրորդը խափամամիջոց են անպայման կալանք են ընտրում, որպեսզի մարդը արդեն մեղավորի պիտակ իր վրա կրի, պատժիժ գործիք, որպես այս երկու բանը իսկապես անտանելի է, եւ խոսում են, որ մենք կայունացող ավտորիտարիզմի հետ գործ ունենք, ոչ թե ինչ-որ ավտորիտար լոկալ միտումների, որոնք վաղուց կային մեր կյանքում, բայց վերջին 1 տարում, եւ ես այդ մասին ձեր եթերներում շատ հաճախ եմ ասել, վերջին 1 տարում մենք կայունացող, արմատավորվող, ինստիտուցիոնալ բնույթ ունեցող ավտորիտարիզմի հետ գործ ունենք։ Պարոն Սորինյանց, հետևելով հատկապես վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի այցերին, շրջայցերին, ճամփորդություններին, այսպես ասած, մենք տեսնում ենք, որ շատ ավելի է այդ գրաքննությունն ու զտում ասվածը ակնհայտ դառնում։ Շատ դեպքերում արդեն տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսափողն է անջատված, իրեն մոտեցող մարդկանց, չգիտեմ, աչքերով, ձեռքերով փորձում է նշաններ անել, որպեսզի բարձր չխոսեն եւ այլն։ Եվ սրան զուգահեռ իրոք մարդիկ դժգոհում են Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունից եւ այդ խաղաղության, կեղծ խաղաղության իմիտացիայից, որովհետեւ ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կամ ես կլինեմ
ու կլինի խաղաղություն կամ ես չեմ լինի եւ խաղաղություն չի լինի։ Տեսեք, ինչքան էլ ինքը փորձում է իր մարզային այցերը, որոնք իդեպ սորտավորել է, մի մասը որպես ներկուսակցական քարոզարշավ են անում, մյուս մասը որպես վարչապետ, օրինակ նույն մանկապարտեզը 3 անգամ գնում է բացելու։ Ինչքան էլ բեմականացնեն այս այցերը, ակնհայտ է, որ ցանկացած իր հրապարակային փողոց դուրս գալու պարագայում դա կլինի մարզում թե Երևանում, միած սկանդալ անպայման պետք է լինի։ Այսինքն չեն կարողանում ֆիլտրել, չեն կարողանում անհրաժեշտ այսպես կոչված դոբրի կադրեր ստանալ եւ անդադ ինչ-որ սկանդալի կիզակետում է Նիկոլ Փաշինյանը, վերցրեք համեմատեք, ես 2 ամիս գրեթե ինք այդ թափառախմբային բաների մեջ է, անդադ խնդիրներ են, նույնիսկ հիմա բանը ամեն շաբաթվա իր այցի հետ կապված մի սկանդալ կարող եմ հիշել ես։ Իհարկե դրանք մասշտաբներով տարբեր են լինում, աղմուկը տարբեր է լինում այդ սկանդալների շուրջ։ Սա նշանակում է, սա ցուցիչ է համատարած դժգոհության։ Պարզած չէ, իր այցերից առաջ փորձում են այդ տարածքը ֆիլտրել, անցանկալի մարդկանցից ազատել, պետ ծառայողներով եւ այլնով այդ տարածքը լցնել եւ բայց նույնիսկ այդ կանխարգելիչ միջոցառումները չի տալիս արդյունք, սա ճչացող անվստահության մասին է խոսում հասարակության, որ ինչքան էլ փորձում են ներկայացում ստանալ, այդ ներկայացումը ինչ-որ մի հատ սկանդալային միջադեպով ուրեմն ուղեկցում է, սա մեկ։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանին շատ լուրջ եւ անհամաձայնություն ցույց տվող հարցեր են տալիս, այո, դուք ճիշտ նկատեցիք հայ-ռուսական հարաբերությունների մասով, խաղաղության գործընթացի մասով, կոռուպցիայի մասով, շատ անցանկալի հարցեր են տալիս Նիկոլ Փաշինյանին, իսկ խաղաղության մասով, գիտեք, խիստ կասկածում եմ անգամ, որ նույնիսկ իր ընտանիքի անդամները հավատան, որ ինքը խաղաղություն է բերել։ Անցանկալի հարցերի մասով նշեցիք հայ-ռուսական հարաբերությունների հատվածը։ Դրա հետ կապված Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ընդդիմությանը, որ ընդդիմությունը խոչընդոտում է հայ-ռուսական հարաբերություններին։ Նկատենք, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ Սյունիքից հատվածներ էին բռնազավթված, օկուպացված Ադրբեջանի կողմից, մի քանի օր Նիկոլ Փաշինյանը լռում էր, հետո սկսեց ընդդիմությանը մեղադրել, որ ընդդիմությունն է դրանում մեղավոր, հետո հայտարարեցին հայլային հետքաշման մասին, իհարկե ոչինչ տեղի չունեցավ։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում կարողանում է շատ լավ մանիպուլացնել եւ մեղքը գցել ընդդիմության վրա։ Հիմա այս պարագայում օրինակ ընդդիմությանն է մեղադրում, որ խոչընդոտում են եւ խանգարում են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը։ Արգելելի է, նաեւ որ ես պարզ ընդ որում նոր չեմ սկսել, 2-3 տարի ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, որ ստրատեգիական կուրսի, երկրի ստրատեգիական կուրսի փոփոխության քաղաքականություն է եւ էապես ճգնաժամի մեջ է դնելու հայ-ռուսական հարաբերությունները, ես ընդհանուր իրավիճակին նկարագրական գնահատական եմ տալիս, ընդ որում շատ հիմնավոր եւ չեմ կարծում, որ այդ բացահայտումը խորացնում է հայ-ռուսական ճգնաժամը։ Այսինքն նույն տրամաբանությամբ ինքը Պուտինին էլ պետք է մեղադրի, որ ճգնաժամը նկարագրող ելույթ է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների։ Հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի մեջ են եւ դա մեկ անուն ունի Նիկոլ Փաշինյան։ Խաղաղության գործընթացի իմիտացիայի մեջ է եւ դա մեկ անուն ունի Նիկոլ Փաշինյան։ Կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է, որովհետեւ մեկ անունը Նիկոլ Փաշինյանն է, իր ոճով փորձում եմ իրան հակադարձել։ Այսինքն ինքը թող իրենից դուրս եւ իր լուզեր քաղաքականությունից դուրս մեղավորներ չփնտրել։ Սա մեկ։ Երկրորդ ովքեր են վայրահաճում Ռուսաստանի հասցեին։ Իր աճեցրած պսևդո արևմտամետները, իր աճեցրած խոսող գլուխները, որոնք տարբեր իշխանամերձ եթերներից չեն իջնում այդպես էլ, ամբողջ օրերով այնտեղ են։ Այդ մարդիկ են, չէ՞, մեզ բոլորիս Պուտինա մերներ անվանում, Պուտինի գործակալներ անվանում, առավոտի ցիրիկուն իրանց կյանքը չեն պատկերացնում առանց Պուտինի հրաժարականը պահանջելու կամ Ռուսաստանի մահախոսականը կարդալու, ում է ինչ ասում։ Մեղք է այդ մարդը։ Ըստ երևույթին Ռուսաստանում այնքան խիստ խոսակցություն են հետ ունեցել, իջև մի գլուխը կորցրել է այդ հարցում։
Պարոն Սուրենյան, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը մեղադրում է, մանիպուլացնում է։ Ձեր դիտարկմամբ ընդդիմությունը կարողանում է այս մանիպուլյացիաներին հակադրվել թե ոչ, որովհետև օրինակ կլասիկ քաղաքական գործչի որակավորում ունեցող Էդմոն Մարուքյանն էլ շատ դիպուկ արտահայտությամբ նշել էր, որ Հայաստանում երբևէ ընտրություններով իշխանություն չի փոխվել։ Հիմա ձեր դիտարկմամբ ընդդիմությունը կկարողանա հակադրվել այս ամենին եւ ընտրություններով իշխանություն փոխել, եթե նկատի ունենանք, որ նախ հանգիստ պայմաններում այսպես Նիկոլ Փաշինյանը իշխանություն չի հանձնի, երկրորդ Եվրոպական միությունը կարծեք թե չի ուզում թույլ տալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, արդեն տեսանք երկրորդ առաքելությունն է գալիս, իբրև թե ժողովրդավար Հայաստանին, ինքնիշխան Հայաստանին խորհուրդներ տալու համար, թե ինչպես կառավարի երկիրը։ Ձեր դիտարկումները ճիշտ են, բայց հայ ժողովուրդը պարտավոր է ընտրություններով իշխանափոխություն անել։ Սխալ է ուրեմն մեր ժողովրդին վերագրել նման թերարժեքության բարդույթ, որ մենք մի ժողովուրդ ենք, որ ընտրական ճանապարհով չենք կարող հասնել իշխանափոխության։ Ինչպես է դա հնարավոր անել։ Արդեն մի քանի 3 կոնսոլիդացիոն կենտրոնը ձևավորվել է, այդ շատ լավ է։ Հիմա մենք բոլորս պետք է արդյունավետ կառուցարշավ անենք, ռեալիստական ծրագրեր ներկայացնենք մեր հասարակությանը, գլխավոր ինտրիգը մնում է նույն տեղում։ Ուրեմն 55% գերազանցող, միջև 60% ընտրողներ, եթե եկան տեղամասեր, Նիկոլ Փաշինյանի պարտությունը երաշխավորված է։ Հիմա կասեք կեղծի, թող կեղծի կստանա հեղափոխություն։ Իսկ հասարակության ակտիվ մասնակցությունը չի կարող հաղթահարվել Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարոն Սուրենյան, չենք ասում կկեղծվի, չենք մեղադրում ժողովրդին, բայց նույն Արփի Դավոյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ ասում եք պատերազմ, 2021 թվականին էլ այդ պատերազմը կար, ժողովուրդը մեզ ընտրեց։ Հիմա մտավախություն չկա, որ այս պահին էլ ինչ-ինչ միջոցներով ու մեթոդներով իշխանությունը կվերարտադրվի եւ կասի, տեսեք, ժողովուրդը մեզ ընտրեց, ուրեմն իրենք համաձայն են, որ 300,000 ադրբեջանցիներ կան այստեղ, որ Հայաստանը կառավարվի ադրբեջանական օրենքներով ու պահանջներով, ընդդիմությունը ընդհանրապես համար ինչ է անելու։ Հարկապես Արփի Դավոյանի ինտելեկտը այնքան փայլուն եւ աշխարհացած է, որ թերևս դա է եղել 2021-ին ԿՊ հաղթանակի ֆենոմենը։ Արփի Դավոյանը եւ այդ թիմի շատ ներկայացուցիչներ լավ կանեն ընդհանրապես չխոսեն, որտեղ լրության պարագայում գոնե նրանց դատարկությունը ամբողջովին չի բացահայտվում։ Որ լուր են մնում, մարդկանց թվում է ինչ-որ ասելիք ու միտք ունեն։ Հենց բերանները բացում են, դատարկությունները դառնում է ակնհայտ։ Հանկարծ չմեկնաբանում, ես կանանց եմ տիրախավորում։ Նույնը վերաբերվում է ԿՊ-ի եւ առաջին հերթին վերաբերվում է ԿՊ-ի տղամարդ գործիչներին։ Հիմա 2021 թվականին իրենք վերարտադրվել են միանգամայն տարբեր պատճառներով։ Ժողովուրդը դերևս այդ պատերազմյան շոկի մեջ էր, մեկ, երկրորդը այնուամենայնիվ ներկա նախկինը նրանց մոտ ստացվեց, որովհետև գլխավոր ընդդիմախոսի դերում նախկին նախագահներից մեկն էր, իսկ այդ ներկա նախկին սև սպիտակը հրաշալի խաղարկեցին իրենք եւ այստեղ հակառեյտինգների ընտրություն գնաց, ավելի բարձր էր Քոչարյանի հակառեյտինգը, դրա հաշվին ուրեմն հիմա լրիվ կոնֆիգուրացիան փոխվել է, ընդդիմության առաջատարները երկու այլ ուժեր են։ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված ուժերը այդ նախկին ներկա լալա հառաչությունը իրենք խաղարկել էլ չեն կարող։ Նշեցիք Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի գործոնները, նրանք կարծեք թե գնում են վաբանկ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն սպառնում է, որ նրանց կունե զրկի։ Միևնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանն օրինակ հայտարարում է, որ ԿՊ-ին ձայն չեն տա, Քոչարյանին ձայն չեն տա, ԿՊ-ի մասով պարզ է, ինչու Քոչարյանին ձայն տալը օրինակ բացառվում է, նույն տրամաբանությամբ նաև ուժեղ Հայաստանն է նշում, որ Ռոբերտ Քոչարյանին ձայներ չեն տա, բայց չէ որ այս պարագայում դուք նաև խոսեցիք կոնսոլիդացիայի մասով, հա, եթե անհրաժեշտություն առաջանա, միթե այդքան սկզբունքային է Ռոբերտ Քոչարյանին օրինակ ձայն չտալը։ Նախ ունես զրկման սպառնալիքների վերաբերյալ թող ինքը մտածի իր բանտային հեռանկարի մասին,
Սրան նրան ունե զրկման սպառնալիք հասցեագրելուց արած, սա մեկ։ Դուք սխալ եք հասկացել մասնավորապես Գագիկ Ծառուկյանի խոսքի իմաստը։ Լավի վատի խնդիրի չի Քոչարյանի հարցը։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները եւ դրանց միտումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Քոչարյանը առաջատար չի կարողանալու լինել ընդդիմության։ Այս կոնտեքստում անիմաստ է այդ հարցը քննարկելը։ Հասկանում եք, այդ իշխանությունն է ուզում, որպես բոլորից նույնացնի Քոչարյանի հետ, որպեսզի էլի այդ ներկա նախկին արհեստական թակարդի մեջ բոլորից դնի։ Այս թակարդը հաղթարելուն է ուղղված մասնավորապես պարոն Ծառուկյանի խոսույթը, եւ այս պարագայում Քոչարյանի թիմը պիտի հայտարարի, որ առաջատար որևէ դիմադրուժի պատրաստ է ձայն տալ։ Սոցիոլոգիայից բխող հայտարարությունը արվեստը մերժողական կտրվածքով մի նայեք հայտարարությունը։ Շատ լավ, եւ վերջում պարոն Սուրենյան, ձեր դիտարկմամբ անհրաժեշտության դեպքում ընդդիմադիր ուժերը կոնսոլիդացիայի կգնան թե ոչ, եւ ըստ ձեզ կկարողանան քվեին տեր լինել, եթե օրինակ ընտրությունների հաջորդ օրը պարզվի, որ կեղծիքներով թե այլ ճանապարհներով առավելության է հասել ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիրը, որտեղ նկատի ունենանք, որ այս պարագայում կարծեք թե մեզ համար խնդիր արդեն ոչ թե Հայաստան պետության գոյության հարցն է, այլ հայ ժողովրդի եւ հայ տեսակի լինել չլինելու հարցը, եւ խորհրդարանում խնդիրը ոչ թե կայուն մեծամասնությունն է, այլ սահմանադրական մեծամասնությունից, որպեսզի զրկվի քաղաքացիական պայմանագիրը։ Ըմնակնայտորեն քաղաքական առաջատար ուժերը, այդ 2-3 ուժերը ի վիճակի են ծածկել ամբողջ երկիրը եւ ցանկացած քվեի տեր կանգնել, այդքան մարդկային եւ կազմակերպչական ռեսուրս ունենք անշուշտ։ Սա մեկ։ Երկրորդը կոնսոլիդացիան անշուշտ անհրաժեշտություն է եւ միանգամայն իրական սցենար է եւ դա է միակ ճանապարհը, որով ԿՊ-ին կարող ենք զրկել իշխանությունից։ Ես առիթ ունեցել եմ ասելու, մեր քաղաքական թիմը պատրաստ է ստանձնել առաջնորդությունը եւ պատասխանատվությունը, եթե մենք առաջին տեղում ունենք եւ կակնկալենք մեր գործընկերների աջակցությունը, եւ երկրորդը մենք պատրաստ ենք զիջել մեր ամբիցիաները, եթե այլ պատասխանատու դիմադիր ուժ կլինի առաջատարը, սա շատ հստակ բանաձև է։ Շատ լավ, շնորհակալ եմ հասցեության համար։ Այսօր իմ հյուրը Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի տեխնացու Սուրեն Սուրենյանցն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։